Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 1 Եվ ոչ միայն այսքան, այլ Աստծով էլ պարծենում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը, որով հիմա հաշտություն ընդունեցինք, Հռովմայացիս 5-րդ գլուխ 11-րդ խոսք։ Ենթադրենք, որ Աստված կարող է ներել մեղքը և վերականգնել մարդուն իր բացարձակ արտոնությամբ, եթե նրա խոսքը չտրվեր, որ մարդու մեղքի վարձքը մահն է։ Ինչպես մի խոսք ստեղծեց երկիրը և տվեց նրան այդքան գեղեցիկ կարգ ու կանոն, այնպես էլ մեկ խոսքով նա կարող էր վերականգնել մարդուն և վերադարձնել նրան իր նախկին վիճակին և ընդմիշտ պահպանել նրան նոր անկումից, ինչպես նա պահպանեց հրեշտակներին մեղքից։ Սակայն Աստված որոշում կայացրեց, որ Քրիստոսը պետք է մահանա և չի համաձայնի որևէ այլ ծրագրի բացի սրանից, և իր կամքով նա ընտրում է իր որդուն որպես զոհ, և որդին իրեն դնելով երաշխավորի և փրկչի դիրքում Աստծուց որպես գերիշխանից ստանում է հրամանը, ինչպես հայրը պատվիրեց ինձ, այնպես եմ անում, Հովհաննես 14-րդ գլուխ 31-րդ խոսք, և նա որպես հպատակ ընդունում է այս հրամանը, Հովհաննես 10-րդ գլուխ 18-րդ խոսք, և Աստված ընդունում է նրան որպես իր ծառա, Եսայի 42-րդ գլուխ 1 խոսք։ Այսպիսով նա իր վրա վերցրեց ծառայի կերպարանքը, Փիլիպպեցիս 2-րդ գլուխ 7-րդ խոսք, այսինքն ծառայի նշանն ու հագուստը, և այն ամենը, ինչ նա արեց իր առաջին շնչից մինչև վերջինը, կոչվեց Աստծո կամք, և ի վերջո նա իր հնազանդությունը իրեն տրված գործն ավարտին հասցնելով անվանեց իր սպասումների և իրեն խոստացված փառքի հիմք, Հովհաննես 17-րդ գլուխ 4 խոսք։